մենք միշտ նշել ենք մեր գովազդների մեջ 3-ից 100 տարեկան, այսպես կիսա հումորով, բայց բացարձակ հումոր չկա մեջ, որտեղ տարիքը բացարձակ կապ չունի։ Դու եթե ուզում ես ինչ-որ մի նոր բան սովորել, ծերվել, ստեղծել, այո, քո առօրյան մի փոքր փոփոխել, հաստատ օրինակ մեր ստուդիան այն վայրերից է, որ դա տալիս է։ Եվ զանգում էին շատ այսպես մի քիչ ամաչելով բան զրույցներ ենք ունեցել, որ իսկ իմ երազանքն է, այնքան եմ ուզում խեցեգործությամբ, կավագործությամբ զբաղվեմ, բայց արդյոք շատ մեծ չէ։ Ոչինչ, որ ես 68 տարեկան եմ։ Այո, տենց ասում ենք ինչքան մեծ եք, բայց լսում ես նաև ձայնով, որ մարդը հաստատ առույգ է։ Ասում է օրինակ 68, ասում ենք, հա, բայց մեր գովազդում 100-ել է նշած։ Եթե 100 անց չեք եկել։ Մարդկա հումորով ա վերաբերվել, ասում է դե 100 չկամ կընդունեք, բայց պապիներել են մեկ-մեկ լինում, հիմնականում ուզում են սովորել հենց դուրգի անիվով աշխատել, դուրգի անիվը դա բրուտն է չարխը, այնպես որ ունեցել ենք, որ գալիս են շատ հստակ, կանայք ավելի շատ ուզում են գալ, շփվել, ինչ որ արարել, հա, իսկ տղամարդիկ եթե գալիս են տարիքով տղամարդկանց մասին եմ խոսում, ավելի շատ ուզում են հենց մասնագիտանան ավելի շատ, որ հետո գնան օրինակ իրենց արտադրությամբ զբաղվեն, ինչու՞ չէ, ու գալիս են մեզ մոտ դասընթացներ են վերցնում հենց դուրգի անիվի։ Դուք ասացիք, որ աշխատում եք ավագ սերնդի ներկայացուցիչների հետ, կհիշեք ձեր առաջի այցելուները եւ արդյոք դուք սովորական ընդունեցիք, երբ որ մարդիկ թոշակի անցած ենթադրում եմ տատիկներ, որտեղ պապիկները մի քիչ համարցակ չեն, մասնակցելու նման նախաձեռնությունների տատիկները որ եկան, դուք զարմացաք, ինչպես ընդունեցիք, ձեզ համար դա նորարարություն էր, ուրախ էիք, թե մտածում եք դժվարություններ կունենաք աշխատելիս։ Ճիշտն ասած միշտ բաց ենք եղել, այսինքն ես 19 տարեկանից այս ոլորտում եմ ու իհարկե բալիկները միշտ ավելի շատ են ստուդիայում, հա ինչ խոսք, որովհետև ավելի հեշտ է կազմակերպել իրենց դասընթացները գալը եւ այլն, բայց այո, ճիշտ նշեցիք, հիմնականում կանանց հետ ենք աշխատում, շատ տարատարիկ կանանց, բացարձակ չենք զարմանում, ընդհակառակը շատ ուրախանում ենք եւ ավելի շուտ լինում է, որ կանայք իրենք են կաշկանդված լինում սկզբից, բայց հետո այնպես են բացվում։ Գուցե ավելի համբերատար պիտի լինեք, ավելի երկար բացատրեք, եւ արդյոք մարդիկ են, որոնք նախկինում զբաղվել են, արվեստին մոտ մարդիկ են եղել, թե ոնց որ երկրորդ շնչառություն են վերցրել եւ ուզում են փորձել իրենց այս ոլորտում։ Իրականում շատ տարբեր է լինում։ Ես երևի չէի տարանջատի, ինձ թվում է, քանի որ ոնց որ այն ոլորտում եմ, հա, սպասարկող ոլորտ է եւ շատ տարբեր մարդկանց ենք տեսնում, ես այդքան չէի անդրադառնա տարիքին։ Կան մարդիկ, ում հետ իսկապես դժվար է, կան մարդիկ, ում հետ հաճելի է եւ հեշտ, հա, եթե այդպես հավատանք, որ մարդ որևիցե աուրա ունի, ոնց որ տարիքը հաստատ բան չի փոխելու։ Նույն երեխաների հետ, դեռահասների հետ։ Հա, նույն երեխաները մի քիչ ավելի թեթև են դեռ, բայց մեծահասակների հետ, արդեն չափահասների հետ ես այդպես տարիքը չէի տարանջատի, որովհետեւ լինում են երիտասարդ աղջիկներ, իրենց հետ չափազանց դժվար է լինում աշխատել։ Լինում են տարիքով կանայք, իրենց հետ հրաշալի է աշխատել, սպասում ես երբ է լինելու մյուս դասը, որ տիկնոջը հանդիպես։ Ասեմ, որ օրինակ կանայք խեցեգործության ոլորտում լինում է, որ շատ հմուտ են, բայց առանց որևէ փորձի, որովհետև բավական մեծ փորձ ունեն խոհանոցում։ Կարող է մի քիչ ծիծաղալու բան եմ ասում, կորելացիա կա, հա, խոհարը, լավ խոհարարները, լավ։ Շատ նման են ոլորտները, այսինքն եթե դու լավ թխում ես, օրինակ աշխատում ես խմորի հետ, տարիներ շարունակ փորձ ես ունեցել, ես ունեցել եմ այդպիսի հաճախորդներ, ես եմ ապշել, տեսել եմ գործը, ասում եմ, դուք երևի փորձ եք ունեցել, ասում է, ոչ, առաջին անգամ եմ կավին կպնում, տարեց կիներ, անունը չեմ հիշի, ասում եմ, հնարավոր չի, տեսնում եմ ոնց է հյուսում, սարքում, նենց սիրուն պնակ պատրաստեց, առաջի դասի ժամանակ, հետո հասկացա, ասում կարող է խոհանոցում եք շատ զբաղվում, խմորով, հա, գաթա, բուլկի եւ այլն, ասում եմ, հա, ոնց կռահեցիք, ասում եմ, աշխատանքից եմ տեսնում, որ առաջին անգամ պիտի ամփորձ լիներ, պիտի շատ հղկված չլիներ ու մեկ էլ հա, այդպես, այսինքն լինում է, որ իսկապես մարդը ներսից դա ունի, ու ամենակարևորը միշտ օրինակ մեր հաճախորդներին դա ասել եմ, որ չպետք է վախենալ, եթե ունես ձգտում, հա, այդ ցանկությունը ունես փորձելու, պետքա փորձել, չստացվի, կարող է 2-3 անգամ չստացվի, իսկ հետո ավելի լավ ստացվի։ Կարող է փորձես հասկանաս քոնը չի, իսկ կարող է փորձես սիրահարվես ու դառնա քո այսպես ամենասիրելի պահը, որ սպասես, հա, երբ ես օրինակ շաբաթը 2-3 անգամ հաճախելու խեցեգործության։ Նանա, ասում են կավը հանգստացնող էֆեկտ ունի երեխաների համար, լինում է նաև զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաներին է ցուցված, տարեցների հետ էլ արդյոք իրենք
կավի հետ աշխատելիս, հպվելիս դրական էմոցիաներ ունենում, որքանով եք ուսումնասիրել դա։ Շատ եմ ուսումնասիրել, շատ եմ մտածել ու երևի նույնիսկ իմ կյանքի օրինակով կարող եմ ասել, որ եթե չլիներ կավը, կարող է այն դժվարությունները, որոնց որ հանդիպել եմ, ես չկարողանայի դիմադրել։ Այսինքն իսկապես արվեստը առհասարակ, բայց ինչու կավը, ինձ համար ինչու կավը այն փափուկ նյութերից է, որի վրա դու չես գործադրում շատ մեծ ուժ։ Օրինակ եթե համեմատենք քանդակը, հա, օրինակ փայտով կամ առհասարակ քարով, բնականաբար դա արդեն այլ հմտություն է։ Իսկ կավը այն նյութերից է, որը հա ոնց որ կարծես քեզ լսում է, ընկալում է քո էներգիան։ Իդեպ եթե վատ տրամադրությամբ ես աշխատում, դա շատ հստակ եմ նկատել։ Շփ, թփ, արագ, տրամադրությունդ լավը չի, կապ չունի քո վարպետությունը, հա, ես այսքան տարի աշխատում եմ, չի ստացվելու աշխատանքդ, ոնց որ այդ ամեն ինչը իր մեջ վերցնի, քեզ իրականում հանգստացնի, բայց եթե դու ուզում ես արդյունք ստանաս, օրինակ դիմակը, հա, կարող է ճաքի, կարող է վառարանից դուրս գա կոտրված, կարող է ձեռքերումդ կոտրվի, ոնց որ ինքը այդ էներգիան այնքան ուժեղ է իր մեջ վերցնում, բայց դու հետո դասից դուրս ես գալիս, ասում ես ինչ լավ էր, ոնց որ այդ էներգիան քո մեջից հանեցի, բայց այդ նեգատիվը անցնում աշխատանքին, դե բնականաբար այնտեղ էլ չի ստացվի, այն ինչ որ պիտի ստացվի։ Բայց կամաց հետո սովորում ես, ոնց որ սկսում ես իր հետ լեզու գտնել, այդ բալանսը գտնում ես, բայց իսկապես, օրինակ ինձ համար միշտ կարևոր է եղել, որ մեր արվեստանոցներում լինի այն հանգիստ մթնոլորտը, որը որ քեզ պարզապես, մեր առօրյան հիմա իրականում շատ բարդ է, անկախ նրանից քանի տարեկան ես, կարծում եմ, որ ոլորտի մասնագետ ես, հա, որ ոլորտի մասնագետ ես, հա, շատ բարդ, նույնիսկ եթե դու ամբողջ օրը տանն ես նստած, դա էլ է շատ ծանր, օրինակ եթե մարդ արդեն թոշակի է, դա էլ է շատ դժվար, եթե մանավանդ տանը մեծ ընտանիք կա եւ այլն, իսկ արվեստանոցում աշխատում ենք այն հանգիստ մթնոլորտը ստեղծել երաժշտությամբ լի, այդ կավի բույրով լի, այդ հանգստությամբ, կահույքը մեզ մոտ աշխատում եմ ամբողջը փայտից լինի, որպեսզի այդ հաճույքը ստանաս, հա, նաեւ էսթետիկ, այդ աշխատանքները, հա, քեզ շրջապատող, որպեսզի իսկապես մարդ գա եւ հանգստանա։ Ու այդպես էլ ստացվում է։ Ու մեզ մոտ արվեստանոցներում ինտերնետը լավ չի բռնում, որովհետեւ հաստ են պատերը, հին շենքերում ենք, պատերը հաստ են, ու էդ էլ ոնց որ աշխարհից կտրում է ամբողջությամբ, հեռախոսով չես կարողանում ինչ-որ բան նայել եւ իսկապես փորձում ես քո հանգիստը վայելել։ Կավին որպես ասենց ամոքիչ մի բան, կավը որպես ամոքիչ մի բան դիտարկենք, տարեքներից մեկը կարող ենք նայել որպես հողը, որտեղ մարդիկ ջուրը սիրում են նայել, լսել ձայնը, կրակին կարող են, չէ, եւ նաեւ կավը որպես հող, այս իմաստով էլ կարող է, չէ, եւ տարեցներին ահա, իդեպ շատ հետաքրքիր բան եք ասում, բայց որպես հող եւ ջուր, որովհետեւ կավը ստացվում է հողի ու ջրի խառնուրդն է, հա, մենք դե չոր կավով չենք աշխատում, բնականաբար ջրի հետ միախառնված է, ու տեխնիկաներն են տարբեր։ Դու կարող ես մի փոքր ավելի չոր տեխնիկայով աշխատել, բայց ամեն դեպքում ջուր կիրառելով, հա, պլաստիկ որպես կավը լինի, դու կարող ես դուրգի անիվով աշխատել, պտտվող սարքն է, այնտեղ ջուրը շատ է օգտագործում։ Բայց ամեն դեպքում երկու տարերքի հետ է։ Դու երկու տարերքի հետ գործ ունես ու հենց անմիջապես գործ ունես։ Գուցե նաև այդտեղ է այդ մոգականությունը պահված, որ դու մաքուր հենց տարերքի հետ ես աշխատում։ Հետաքրքիր է ու տարիքի հետ մարդիկ ձգտում են դեպի գյուղ գնալ, հող գնալ, այդ տարերքի իրենց ավելի, չէ, ավելի ձգում են։ Հա, Դեղել իցում օրինաչափություն կա, որ չենք մտածել, բայց այնուամենայնիվ կա այս հանգամանքներ։ Ինձ թվում է նույնիսկ հիմա մի քիչ ժամն է փոխվել, այսինքն ոչ միայն տարեց մարդկանց մոտ է այդպես, այլ ավելի վաղ տարիքից, 30+ կսած տարիքից մարդիկ իսկապես փորձում են, գուցե մեր քաղաքն է իսկապես շատ մեծացել, զարգացել, հա, ես Երևանից եմ, միշտ Երևանում եմ բնակվել, իսկապես ձգտում ես այդ հողը բնությունը ավելի շատ է սկսում փնտրել։